9 երեխա ունեմ, 6 աղջիկ, 3 տղա։ 6-ը դպրոց են հաճախում, 3-ն էլ իմ կողքին։ Ամուսինս գործ է անում, որ երեխաներին կահում եմ մի քիչ ապահովեմ, մինչև Փարոսը գա։ Սևքարում բնակվող ընտանիքն 89,000 դրամ անապահովության նպաստ է ստանում։ Մայրը Լուիզան պատմում է, այս գումարը խնայելով են օգտագործում, քանի որ եկամուտն այնքան էլ մեծ չէ։ Ամուսինը բանվորություն է անում, նաև մի խոզ են պահում ու ընտանիքի հոգսն այսպիսով հոգում։ Ուրախանում է, երբ երեխաները դպրոցում սնվում ու նոր են տուն գալիս։ 2 երեխան դպրոցում ուտում են, մնացածն է տանն են գալիս ուտում։ Գալիս են ահագին վաղ անցնում, նոր ասում են սոված ենք, հաց ենք ուզում ուտենք։ Երկու սենյակները եւ որպես հյուրասենյակ եւ որպես ննջասենյակ, խոհանոց ու լոգասենյակ են ծառայում։ Պատերն ու տանիքը կիսաքանդ վիճակում են, սակայն Բաբաջանյանները բնակվելու այլ տեղ չունեն։ Հարևանությամբ բնակվող Արփիկ Քամալյանի տան պայմաններն էլ շատ չեն տարբերվում։ Այստեղ էլ տեղումները ոչ միայն դրսում, այլև ներսում են զգում։ Ծակ տանիքից անընդհատ կաթում է։ Անձրևը կաթմա ամանե լագանենք դինը, որ ասենք մեջին ջուրը թափվի էլի։ Առաջինձյան հետ հոգսն ավելանում է այս օրերին, սակայն ավագ որդին Արթուրն էլ է աշխատում եւ իրենց համար է փայտ կոտրում եւ հարևանների։ Արթուրն 8-րդ դասարանցի է, սակայն դպրոց գրեթե չի հաճախում։ Ում համար ես փայտ կոտրում։ Այնքան մարդիկ կան։ Փողով ես կոտրում։ Այո։ Ինչքան փողով։ Նայած փետ։ Բադասերը թողարած փայտ ես կոտրում։ Այս մեր։ Արփիկը 4 երեխա ունի, մեկն արդեն չափահաս է։ Նա երեխաների հետ ամուսնու եղբոր տանն է բնակվում։ Չնայած դժվար պայմաններին, ընտանիքն անապահովության նպաստ չի ստանում, քանի որ տանը 3 անչափահասների հետ նաև 4 չափահասներ են գրանցված։ Ինքը, աղջիկը, ամուսինն ու տեքրը։ Արփիկի ամուսինը 3 տարի առաջ արտագնա աշխատանքի է մեկնել, սակայն կնոջ խոսքով ընտանիքին չի օգնում։ Մայրն ասում է, եւ երեխաներին է պահում, եւ ամուսնու վերցրած վարկերն է միայնակ վճարում, եւ տեսողության խնդիր ունեցող երեխայի բուժման ծախսերը հոգում։ Արփիկը համագյուղացիների տանը տնային տարբեր գործեր է կատարում։ Մնացած ասենք ձեռերն ուսը անումել ենք, ասենք մենք քիչ-քիչն հեկարար չեմ շատ անեմ, որ շատ անենք խորտակվենք Սամսեն, ինա խորտակված ենք։ Եթե տան տղամարդը տանը չի, մենք խորտակված ենք։ Ախպեր չկա, հեր չկա, որ ասենք օգնության ուժ, մի տեղից հույս լի, թեկուզ մի ճրակ մոմլի չկա։ Ազգային ժողովում վերջերս հաստատված կառավարության ծրագրի ռազմավարական խնդիրներից մեկը աղքատության դեմ պայքարն ու միջին խավի ընդլայնումն է։ Ծրագրով նախատեսվում է անապահովության գնահատման արմատական վերանայում եւ ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովում։ Սահմանամերձ գյուղերին տրամադրվող արտոնություններից զատ կառավարությունը նախատեսում է գյուղական համայնքներում այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք գյուղացիներին հավելյալ ֆինանսական միջոցներ կբերեն։